Եկել ենք մեծ սիրով, խոնարհաբար դիմավորելու վեհապար Հայրապետին եւ մեր աջակցությունը հայտնելու իրեն։ Գիտենք, եկեղեցին վերջի շրջանում հալածանքների է ենթարկվում, որոշ իշխանավորներ պետական մտածողությունից հեռու, շատ անգամ սահմանադրական կարգ անգամ խախտելով փորձում են անհարկի միջամտություններ ունենալ եկեղեցու ներքին գործերին, որ սահմանադրությունը իրենց թույլ չի տալիս։ Եվ տեսնում ենք վերջի շրջանում ապօրինի ձերբակալություններ Միքայել arczepiskopos Աճապահյանի, Բագրատ arczepiskopos Գալստանյանի, Արագածոտնի մեր թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանի, վերջերս էլ ցավով իմացանք, որ Արշակ arczepiskopos Խաչատրյանին են ձերբակալել ընդհանրապես ապօրինի կերպով։ Եվ տեսնում ենք նման իրավիճակում վեհապարը ինչպիսի քաջությամբ, ինչպես կարողանում է եկեղեցին ղեկավարել եւ ճիշտնել հակաեկեղեցականների այդ փողոցային մակարդակին։ Տեսնում ենք որոշ եկեղեցիներում ոմանք ինքնիրավչությամբ են զբաղվում, պետական որոշ պաշտոնյաներ դարձել են շարքային շոու կազմակերպողներ, իրենց պարտականություններից դուրս ոչ նորմալ ծառայություն են իրականացնում, սկսած ազգային անվտանգությունից մինչև քննչական եւ բոլոր ուժային կառույցները։ Ասում են նպատակը բարեփոխելն է, իրենք հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են եւ իրավունք ունեն իրենց եկեղեցու համար մտահոգված լինել, այս տեսակետին ինչպես եք վերաբերում։ Փաշինյանն անձամբ է նշել, որ ինքը չի գործում որպես այս դեպքում այսպես վարչապետ, քաղաքական անձ, պաշտոնատար անձ, այլ ընդամենը եկեղեցու հետևորդ, որի նպատակը մեկն է բարեփոխել եւ մաքրել եկեղեցին։ Եթե ուզում է եկեղեցին բարեփոխել, նախ եւ առաջ պիտի սկսի իրանից իր աչքի միջի գերանը տեսնել եւ ոչ փորձի տեսնի ուրիշների աչքի մեջի շուղը։ Եթե ուզում է բարեփոխել, պիտի սկսի նախ իրենից, հետո իր ընտանիքի անդամներից եւ իր զավակների դաստիարակությամբ զբաղվի, իր կնոջ հետ օրինական եկեղեցով պսակվի եւ եթե պատարակների էլ գնում է, պիտի այնպիսի պատարակների գնա, որտեղ կանոնական պատարակ է իրականացվում։ Այսինքն առանց զեղչումների։ Իր գեր նպատակը այնտեղ իրեն նվիրված ծափերն են, վարչապետ այսպես գոչումներն են եւ իր նպատակը ոչ թե եկեղեցին բարեփոխելն է, այլ պառակտելն է։ Վեհապար Հայրապետի անունը չտալով պատարակը կանոնական չի լինում եւ որևէ մեկի իրավասություն չունի ինքնագլուխ կերպով պատարակից վեհապար Հայրապետի անունը կրճատել, անտեսել եւ տեսնում ենք, որ վեհապար Հայրապետը նաեւ անձնագրով է Գարեգին II, իսկ ինքը, քանի որ փողոցային այսպես ընկալումներով է, փորձում է վիրավորակներով, հոգեվորականների հասցեին անպատասխանատու հայտարարություններ անելով, բռնաճնշումներով, ինքը որպես շարքային քաղաքացի ինչպես է հանձնարարականներ տալիս ազգային անվտանգությունից սկսած, քննչական մինչև տարբեր ուժային կառույցների, որ ապօրինի գաղտնալսումներ անեն, գնան հոգևորականներին պահանջներ ներկայացնեն պատարակից վեհապարի անունը կրճատելու, ոստիկանները, որ պարտականություն ունեն մայրաթոռի սեփականությունը եղող եկեղեցուց դուրս անել ինքնիրավչությամբ զբաղվողներին դուրս չեն անում, այստեղ տեսնում ենք, որ իր մոտ բարեփոխել չի ստացվում, լավագույն բանը ինքը կարող է չեզոքություն ցուցաբերել, որովհետև որևէ մեկը իրեն չի ընտրել եկեղեցու մեջ գործերին իր քիթը խոթելու համար։ Ինքը դրա իրավասությունը չունի, սահմանադրությունը հստակ առանձնացնում է եկեղեցի եւ պետություն հարաբերությունները եւ ինքը որպես շարքային հավատացյալ, ասենք, ինքը շարքային հավատացյալին ոչ պատշաճ վիճակում է այսօր, ինքը հերձվածողի կարգավիճակով է եւ տեսնում ենք իր մոտ որևէ ասպարեզում ոչինչ չի ստացվում, տնտեսության, քաղաքականության, վարչապետը լավագույն բանը, որ կարող է անել, ինքը կարող է հրաժարական տալ, որովհետև չի կարողանում երկրի անվտանգությունը ապահովել, ինքը թող ինչպիսի մանրամասնությամբ մխրճում է պատարակի մանրամասների մեջ, փորձում է ինչ-որ շտկումներ անել, թող մի հատ Սյունիքով անցնող միջանցքի այդ մանրամասնությունների մեջ ինքը խորանա, որ ադրբեջանցիներին միջանցք է տալիս եւ չդառնա այն շարքային կամակատարը, որ
կատարում է Էրդողանի, Ալիևի եւ Փաշազադեի հանձնարարականները։ Ասեցիք, որ պարակվան մասին է երազում վարչապետը, բայց տեսեք նաև եպիսկոպոսների 10, որ միացան հայտարարություններ են անում, այսինքն ամեն դեպքում ներսից նրան հաջողվում է որոշակիորեն պարակտել եկեղեցին։ Տեսնում ենք ինչպես ինքը տարբեր հայտարարություններով, նաև թափանցիկ հայտարարություններով, որ ուղղված էր եկեղեցու ներսում եղող այնպիսի անձնավորությունների, որ կանոնական կյանքով չեն ապրում եւ նրանց էլ ահաբեկմամբ, շանտաժով, վախացնելով, ազատ կամ արտահայտությունից զրկելով եւ տեսնում ենք որոշ տիրադավ հոգեվորականներ, որոնք իրենց ուխտին հավատարիմ չեն, նախկինում էլ հարգանք եւ հեղինակություն չեն ավելացրել եկեղեցուն իրենց ծառայությամբ, իրենց ծառայական կերպի մեջ չեն եւ այդպիսի հոգեվորականներ են, որ իրենց աջակցությունն են հայտնում իրեն։ Այսինքն սա խոսում է այն մասին, որ վարչապետը չի ուզում եկեղեցին բարեփոխել։ Նայեք, եկեղեցու լավագույն հոգեվորականները Միքայել arczepiskopos-ը, Բագրատ arczepiskopos-ը, Մկրտիչ Պրոշյանը, Արշակ Խաչատրյանը, այսինքն այն լավագույն հոգեվորականները այսօր բանտի մեջ են, իսկ իր ասած այն տեսակի հոգեվորականները, որոնք ինչպես ինքն է ասում, եկեղեցու կարգի, սարքի, կանոնի մեջ չեն, հավաքված են իր շուրջ։ Իր շուրջը հավաքվածները Նրանց կարգալուծության հարցը եպիսկոպոսական ժողովին, կարծում ենք եպիսկոպոսական ժողովը պիտի քննի նրանց վիճակը, նրանց կեցվածքը եւ կարծում ենք ուխտադրության եւ տիրադավության մեջ, եթե իրենք համառ են, իրենց համար համապատասխան որոշում կկայացվի եւ կարծում ենք, որ հավատացյալ ժողովրդի այն պահանջը, որ իրենց պաշտոնանկություն կամ կարգալուծություն են պահանջում, մի մասի պարագային կարծում եմ պիտի բավարարվի, որովհետև իրենց կեցվածքով իրենք համատեղելի չեն եկեղեցուն, որովհետև իրենք խոցելի են եւ խոցելի լինելով հանդերձ միաժամանակ չեն ուզում իրենց ծառայությունը իրականացնել հայ առաքելական եկեղեցում եւ դուրս են եկել հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ։ Նայեք, ես այդ դեմ դուրս եկածներից մեկի գրառման հետ կապված ճշգրտում ունեմ 168-ի մի տաղավարում հարցազրույցի եք եղել, անդրադարձել Ստեփան Ասատրյանի այսօրվա կարգավիճակին, նշել եք Ստեփան Ասատրյանին ազատություն չեն տալի, շատ ցավալի վիճակում է գերության մեջ, Ստեփան Ասատրյանը անդրադարձել է այս հայտարարությանը, իր էջում տեղադրել է եւ նշել, երբ մարդկային երևակայությունը գերազանցում է լույսի արագությանը, փաստացի փորձել է հերքել ձեր ասածը։ Մեր բանականությունը, մտքի արագությունը լույսի արագությանը բնականաբար գերազանցում է եւ մենք հասկանում ենք Ստեփան Ասատրյանի ցավալի կարգավիճակը։ Ոչ միայն Ստեփան Ասատրյանի, այլ այս 10 տիրադավ հոգեվորականների այս կեցվածքը նույնպես խոսում է իրենց անկաշկանդ չլինելու մասին։ Իրենք ազատ չեն, իրենք ստրուկ են իրենց մեղքերին, նյութական բաների եւ իրենք հեռացել են Աստծուց, Սուրբ եկեղեցուց եւ հայրենիքից։ Շնորհակալ ենք, օրհնաբեր ծառայություն։ Աստված օրհնի։